Նոր բացահայտումներ են անում հայ առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր հայրերը իշխանության հակաեկեղեցական քայլերի մասին։ Մայր աթոռի միաբան Ռուբեն Վարդապետ Զարգարյանը ահազանգում է, որ իշխանության ներկայացուցիչը սպառնացել է հոգևորականներին կամ միանել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II հրաժարականի պահանջին, կամ իրենց շուրջ էլ մի նոր սկանդալ կպայթեցնեն։ Ներկայացնում ենք Ռուբեն Վարդապետ Զարգարյանի ահազանգ հնչեցնող գրառումն ամբողջությամբ։ Մայր տաճարի դուռը ջարդողների հովանավոր իշխանության ներկայացուցիչներից մեկը մեզ հոգևոր սպասավորներիս է դիմել բացահայտ շանտաժի տրամաբանությամբ կամ քողարկված սպառնալիքով, թե կամ սպասարկում եք 10 եպիսկոպոսների իբր նորոգման օրակարգը, կամ թե մնում է ԿԳԲ-ի օրակարգի մեջ։ Հետևելով Քրիստոսի օրինակին, որ չերկխոսեց չարի հետ, այլ ամեն փորձության պատասխանեց Աստծո խոսքով, ասում եմ, հետևս գնա Սատանա։ Իբրև կեցված եւ դիրքորոշում միանում եմ խղճի եւ հայրենիքի կալանավոր Միքայել Սրբազանի խնդրանքին ուղղված վեհափառ հայրապետին, որ անհողդողտ եւ անսասան մնա, գրում է Ռուբեն Վարդապետ Զարգարյանը։ Նկատենք, որ օտար շահերի սպասարկու ՔՊԱ-ական իշխանությունը, նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը կընկրկի միայն մեկ դեպքում, եթե հայ առաքելական Սուրբ եկեղեցու թիկունքին ամուր կանգնած լինի հայ ժողովուրդը։